Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, մենք շարունակում ենք խոսել հետաքրքիր ու բովանդակային թեմաներով, այնպես որ մնացեք մեզ հետ։ Career City Fest լավագույն գործատուների փառատոնն այս տարի անցկացվեց ապրիլի 25-ին և 26-ին բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք խորագրի ներքո։ Այս պահին մեր տաղավարում է Skill Event Marketing ընկերության հաղորդակցության տնօրեն Աննա Մանֆրեդին։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Շնորհակալ եմ մեր տաղավարում լինելու համար, արդեն ավարտվել է Career City Fest-ը, կարծում եմ շատ պատմելու բաներ կունենաք, այնպես որ սկսեք, ինչպես անցավ այս տարի։ Շնորհակալություն հարցի համար, այս տարի երևի թե ովքեր հետևել են ընդհանուր փառատոնին, ովքեր չեն հետևել, կարճ ներկայացնեմ, փառատոնը յուրահատուկ ձևաչափով միջոցառում է, որն արդեն անցկացնում ենք 4-րդ անգամ, 2023 թվականից անցկացնում ենք փառատոնը և ինքն իր շուրջ համախմբել է հազարավոր այցելուների, հարյուրավոր ընկերությունների, բանախոսների և ինքը յուրահատուկ ձևաչափով հարթակ է, որտեղ որ ընկերությունները ներկայանում են որպես գործատու, այն աշխատանքի տոնավաճառ չէ, այլ մի հարթակ, որտեղ ընկերությունը հնարավորություն ունի ցույց տալ իր թիմը, մշակույթը, այսպես ասած, ինչ է կատարվում իր ընկերության ներսում և ինչպիսին է այդ ընկերությունը որպես գործատու և մի քանի, այսպես ասած, հատվածներ ունենք ցուցահանդեսային հատված, որտեղ ներկայանում են տասնյակ ընկերություններ, ունենք կոնֆերանսներ, որտեղ երկու զուգահեռ դահլիճներում ընթանում են կոնֆերանսներ, այս տարի նաև ունենք բավականին հագեցած օրակարգ, նոր ձևաչափեր, պրոֆեսիոնալ բանավեճեր, EVP շոու, որը էլի ամեն տարի ունենում ենք, այս բոլոր դրանց համար, ովքեր որ փառատոնին ծանոթ չենք և արդեն 3 տարի, տարեց տարի մեր թիմը ընդլայնում է փառատոնի ձևաչափերը, բովանդակությունը և այս տարի էլ ավելի հագեցած օրակարգով էինք հանդես եկել, շատ հագեցած արդյունավետ 2 օրեր էինք ունեցել 25-ին և 26-ին ապրիլի և մեր հարթակում կրկին տասնյակ գործատուներ ներկայացան, 60-ից ավել բանախոսներ ունեինք, ովքեր որ ներկայանում են ելույթներով, պանելային քննարկումներով, պրոֆեսիոնալ բանավեճերով և իհարկե մեր ընկերությունները, մասնակից գործատուները, ովքեր հատկապես այս տարի շատ շեշտադրումը, քանի որ տարվա խորագիրներ բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք, այս տարի ընկերությունները հատկապես ներկայացնում էին իրենց արժեքները, թիմային մշակույթը, այդպես կորպորատիվ մշակույթը։ Ինձ հատկապես շատ դուր են գալիս պանելային քննարկումներն ու բանավեճերը, որովհետև այդտեղ հնարավորություն ենք ունենում տեսնել ամենատարբեր ոլորտների մասնագետներին, ներկայացուցիչներին և լսել նրանց կողմից հետաքրքիր քննարկումներ, ինչ-որ բաներ սովորել, կցանկանամ, որ մի փոքր այդ մասին անդրադառնանք, այս տարի ինչ թեմաներ ենք հատկապես ընդգրկել այդ քննարկումների ժամանակ։ Քանի որ ընդհանուր մենք ունենք 2 հիմնական դահլիճ, որտեղ ելույթներ էին և յուրաքանչյուր դահլիճ իր, այսպես ասած, օրակարգը և բովանդակային թեմաներն ուներ, առհասարակ Career City Fest-ը փառատոն է, որտեղ դպրոցականից սկսած մինչև ընկերության ղեկավար, գործարար կարող են իրենց համար հետաքրքիր բովանդակություն ստանալ և թեմաների շրջանակներ բավականին լայն է, սկսած այն կետից, թե ինչպես օրինակ ընտրել ճիշտ մասնագիտություն, ինչպես առաջին քայլերը անել կարիերայում, մինչև ունեինք անգամ միջազգային խոսնակ այս տարի, որ հրավիրել էինք, հենց գործատուի բրենդի համաշխարհային դեմքերից մեկն էր, Ռիչարդ Մոսլին, ով համարվում է համաշխարհային այդ տեսության հիմնադիրներից մեկը, ինքն էլ հանդես եկավ մարդկանցից դեպի եկամուտ, ինչպես է գործատուի բրենդը ազդում բիզնեսի զարգացման վրա թեմայով։ Բանավեճերն էին այս տարվա, այսպես ասած, նորույթը, CCF Battle-ները։ Այդ ֆորմատը մենք վաղուց իրականացնում ենք, բայց ավելի փոքր կամերային ձևաչափով այս տարի համարձակություն գտանք դա բերել մեծ բեմ և 3 հիմնական քննարկում ունենք և ընտրել ենք այնպիսի թեմաներ, որտեղ, այսպես ասած, ճիշտ ու սխալ չկա, այլ հենց քննարկման բանավեճի արդյունքում պիտի տարբեր ինսայթներ և ճշմարտություններ դուրս բերեինք։ Որոնք էին թեմաները։ AI-ը կարիերայի փրկություն, թե կործանում։ Չէր կարող AI-ը լինել։ Այո։
Մյուսը վերաբերվում էր ՏՏ-ին, ծրագրավորմանը, կարիերայի բարձունք է դա, թե 21-րդ դարի բանվորություն, էլի շատ հետաքրքիր բանավեճ էր, եւ երրորդ բանավեճը վերաբերում էր կարիերա կորպորացիայում, թե անձնական բիզնես, էլի Ես ուզում եմ ընդգծել, որ դուք ընտրում եք փաստորեն այնպիսի թեմաներ, որոնք ունեն ամենօրյա ակտուալություն եւ բոլորին հետաքրքրում են, նաեւ հենց անհատին որպես բիզնես, որպես անձի բրենդ, որը որ կարող է ինքն իրեն ներկայացնել, կարծում շատ հետաքրքիր թեմաներ են։ Այո, շնորհակալ եմ շատ։ Իրականում հա բոլոր թեմաները եւ պանելային քննարկման թեմաները ունենք պանելային քննարկում, որը վերաբերում էր ինֆլուենսերների դերին բիզնեսների ազդեցությունը բիզնեսների վրա եւ հիմնականում այն բոլոր թեմաներն են, որոնք այսպես ասած աշխատավայրերում, ընդմիջումներին, այսպես ընթացքում անդադ քննարկվում են, բայց այդ քննարկումները լինում են ավելի շատ sense ինչ որ թեթև ֆորմատի եւ հենց Career City Fest-ի հարթակը հնարավորություն է տալիս, որպեսզի շատ ավելի խորքային եւ պրոֆեսիոնալ կերպով տարբեր աշխատաշուկայի կարևոր հարցերին անդրադարձ կատարվի եւ ընդհանուր փառատոնը իր առաքելությունը, այսպես ասած, նպատակը հենց աշխատաշուկան փոխելն է եւ այն մարդիկ, ովքեր որ ելույթ են ունենում այդ հարթակում կամ գալիս են մասնակցում են, իրենք վստահաբար ինչ որ գաղափարներով եւ այսպես ասած ինսայթներով են հեռանում ու իրենց հետագայում արդեն իրենց կարիերայում կամ որպես գործատու ներկայանալիս վերանայում են շատ մոտեցումներ, քանի որ այդ բոլոր քննարկումների եւ այդ միջավայրի արդյունքում ուղղակի չես կարող չզարգանալ կամ ինչ-որ նոր բաներ քեզ համար չբացահայտել։ Իսկ դուք ինչ սկզբունքով եք ընտրում այդ խոսնակներին եւ մարդկանց, ովքեր որ պետք է կոնկրետ թեմաներով ելույթներ ունենան, որովհետեւ կարծում եմ շատ բարդ է ընտրել, շատ են մարդիկ, շատ են խոսնակները։ Իրականում այո, բավականին բարդ տեխնոլոգիան է խոսնակների հետ աշխատանքը առհասարակ, բայց մեր ընկերությունը 16 թվականից այդ գործունեությունն է ծավալում եւ տարատեսակ միջոցառումների շրջանակում 200-ից ավել բանախոսների հետ ենք մենք աշխատել եւ հիմնականում շատ հաշվի ենք առնում հետադարձ կապը, իհարկե թեմաների ընտրությունը առաջին հերթին մենք սահմանում ենք տվյալ տարվա թեման, թեմատիկ ուղղությունները, այնուհետեւ արդեն տվյալ թեմայի փորձագետներին ենք դիտարկում որպես բանախոսներ եւ շատ հաշվի ենք առնում մեր լսարանի հետադարձ կապը մեր բոլոր միջոցառումներից հետո մենք ունենք հետադարձ կապի հարցաթերթիկ, որտեղ մեր այցելուները իրենց կարծիքն են թողնում եւ հատկապես արդեն հետագա մեր միջոցառումներում հրավիրում ենք այն բանախոսներին, ովքեր ամենամեծ ազդեցությունն են ունեցել մեր լսարանի վրա եւ այդ հետադարձ կապից ենք դա ստանում։ Կարող ենք ասել, որ ինչ որ առումով նաեւ հենց այդ ընտրված մարդիկ բանախոսներն են բերում իրենց հետ լսարանին, որովհետեւ ես ուշադիր հետևել եմ եւ գիտեմ, որ հիմնականում շատ երիտասարդներ են գալիս մասնակցելու փառատոնին, ինչը կարծում եմ կարևոր ցուցանիշ է, որ իրենց իսկապես հետաքրքրում են գուցե ինչ որտեղ բարդ թվացող թեմաները եւ շատերը գուցե հենց նույն այդ բանախոսներին հետևելով, նրանց սիրելով, ճանաչելով են գալիս, որպեսզի լսեն իրենց սիրելի բանախոսին։ Իհարկե, այդ տարբերակներ կա, որ հենց բանախոսին լսելու համար են գալիս, բայց հենց այսպես ասած Magic-ը Career City Fest-ի հենց նրանում է, որ այստեղ ամեն ինչ այսպես ասած խաչվում են։ Մարդիկ մեկը գալիս է իր սիրած բանախոսի համար, մյուսը, չգիտեմ, ինչ որ խաղարկության համար է գալիս, մեկ ուրիշը ինչ որ ընկերություններից մեկի տաղավարում ինչ որ բովանդակություն է տեսել, որ լինելու է, դրա համար է գալիս։ Այսինքն մարդիկ գալիս են տարբեր պատճառներով, բայց իրենք միավորվում են մի հարթակում ու այդ մի պատճառից ոնց որ մի պատճառի համար գալիս են, բայց քանի որ հարթակը շատ բազմազան է ու լայն է, ավտոմատ իրենք հայտնվում են այլ իրադարձությունների կենտրոնում ու եկել էին օրինակ լսեին X բանախոսի, բայց լսում են նաև մեկ այլ բանախոսի ելույթ, մի հատ էքսպո տարածքում են շրջում, այսինքն ինքը sense մի հատ սիներգիա է, որը ստեղծվում է, երբ որ դու ուղղակի հայտնվում ես այդ տարածքում ու նաև կարևոր առանձնահատկություններից է, որ այցելուների շատ մեծամասնությունը մեզ մոտ անցկացնում են ամբողջ 2 օր, այսինքն չեն գալիս եւ գնում, որովհետեւ այնքան իրադարձություններ եւ այնքան բովանդակություն կամ մեկ հարթակում այդ 2 օրերի ընթացքում, որ պարզապես այն մարդը անգամ որ նախատեսել էր 1-2 ժամով այցելել, գալիս է ու ափսոսում է թողնել ու գնալ ու բաց թողնել այդ բոլոր հնարավորությունները, քանի որ ինքը իրոք շատ մեծ հնարավորությունների հարթակ է, հնարավորություն օրինակ ընկերությունների ներկայացուցիչների հետ այդ պահին տեղում շփվելու, հարցեր ուղղելու, մեզ մոտ ընկերությունները Գուցե հետագայում ինչու ոչ աշխատանքի անցնելու։ Քանի որ ընկերությունները հենց թիմերով են մեզ մոտ ներկայանում, ոչ թե ինչ որ promote
մութուրներ եւ այլն, այլ հենց դու կարող ես գալ, մոտենալ ու շփվել քո ապագա ղեկավարի հետ։ Շատ հետաքրքիր։ Եվ ինձ հետաքրքիր է, որն է ձեր հաջողության գրավականը ըստ, որովհետև տարբեր կոմպոնենտներ նշեցիք, բայց կարծում եմ կա մի կարևոր գաղտնիք, որը որ հենց ամբողջ հետաքրքրությունը իր շուրջն է պտտում։ Իրականում 22 թվականից սկսած, երբ սկսել ենք արդեն նախագծի վրա աշխատել, ինքը բավականին հավակնոտ ձևաչափ էր, քանի որ առհասարակ տարածաշրջանում էլ նման ձևաչափի միջոցառումներ չկան, ոնց որ առանձին էքսպոներ, կոնֆերանսներ, բայց որ այդ ամեն ինչը միավորել մեկ հարթակում եւ ստանալ այդպիսի մեծ փառատոն, իրական շատ մարտահրավերային էր եւ երբ որ առաջին տարին կազմակերպում ենք, մենք անգամ ինքներս մինչեւ վերջ չենք պատկերացնում, թե վերջում ինչ ենք ստանալու ու մեր գործընկերներն էլ ում հետ շփվում էին, մի տեսակ դեռ չէին պատկերացնում ուրեն իրենք գալիս, ինչ է լինելու, բայց առաջին իսկ տարվանից հետո, երբ այս ձևաչափը հաջողեց, մենք նաև ներկայացրեցինք այդ ձևաչափը միջազգային հարթակում Eventex Awards-ին, որը միջոցառումների կազմակերպման համար մեկ, այսպես ասած, միջազգային մրցանակաբաշխությունն է։ Մենք ներկայացրեցինք պրոյեկտը եւ իհարկե թեև sense հոգու խորքում հույս ունեինք, որ ինչ որ հաջողության կհասնենք, բայց հասկանում ենք, որ մրցակցությունը բարդ է, քանի որ 67 երկրից 1200-ից ավելի միջոցառումների հետ էինք մրցում։ Բայց մենք հաջողեցինք եւ ստացանք միանգամից 2 ոսկե մրցանակ, մեկը ժյուրի, պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ, մյուսը հանրային քվեարկությամբ, եւ այս փաստը իհարկե մեզ համար շատ ոգևորիչ էր եւ պարտավորեցնող, ու հենց այդ որ ասում եք գաղտնիքը ինչու՞մ է, իրականում գաղտնիքը հենց անընդհատ կատարելագործելու, ձևաչափը զարգացնելու եւ թիմի այդ 24/7 քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ իրոք ամեն բան անում ենք, որպեսզի ապահովենք, պահենք այդ նշաձողը եւ ամեն տարի ել ավելի զարգացնենք ու նորույթներով հանդես գանք։ Այս տարի 2 օր տևող այդ փառատոնից հետո ինձ հետաքրքիր է ինչպես եք դուք ամփոփումը կատարում, որովհետեւ տեսանք շատ մարդիկ եկան, շատ ակտիվ քննարկումներ, հետաքրքիր զրույցներ, հետո ինչպես եք հասկանում արդյոք այս տարի փառատոնը ծառայեց հենց այն նպատակներին, որոնք դուք դրել եք ձեր առջև։ Շնորհակալ եմ հարցի համար, այս տարի նաեւ նորություն ունենք, բացի բաթլների եւ մնացած ձևաչափերը, CCF Awards Galan այս տարի այցելուները գալով փառատոնին նաև հնարավորություն ունեին քվեարկել իրենց ամենաշատը տպավորած ընկերությունների եւ ելույթների օգտին եւ մենք դա արդեն որպես մեկ միջոցառում մայիսի 5-ին ամփոփումն ենք անելու եւ այսինքն մարդկանց կողմից ստացած հետադարձ կապի հիման վրա նաև ունենալու ենք տարբեր անվանակարգեր եւ մեր մասնակից ընկերությունները, բանախոսները նաև մրցանակներ կստանան այդ անվանակարգերում ու իհարկե բացի այդ միջոցառումից նաև հետադարձ կապի, այսպես ասած, հարցաթերթիկ ունենք, որ այցելուները արդեն լրացրել են այդ ամբողջ տվյալները, մենք ամփոփում ենք եւ Career City Fest-ը տարին մեկ անգամ է լինում, բայց իր նախապատրաստական աշխատանքները ամբողջ տարի են տևում։ Մենք հիմա ամփոփում ենք արդյունքները, հետադարձ կապը եւ դրա հիման վրա արդեն ձևավորելու ենք հաջորդ փառատոնի օրակարգը եւ սկսենք արդեն աշխատել հաջորդ տարվա միջոցառման վրա։ Ես հիշում եմ, որ անցած տարի նաեւ մի այդպիսի հետաքրքիր մրցույթ էր կազմակերպվել, որի ժամանակ պետք է մարդիկ մասնակցեին իրենց կարգախոսը կարիերայի մասնագիտական թեմաներով գրեին եւ լավագույն կարգախոսը փաստորեն կհայտնվեր մեծ էկրաններին, փողոցում մարդիկ կարող էին քայլել եւ տեսնել։ Ես իմիջիայլոց այդ հաղթողներից մեկն էի, ինչի համար շատ ուրախ եմ։ Ուզում եմ նաեւ այս մասին մի քիչ խոսենք, հասկանանք ինչպես եք մտածում այս գաղափարները, որպեսզի նաեւ ուղղակի անցորդներին փաստորեն հետաքրքրեք ձեր փառատոնով։ Մեզ համար առհասարակ շատ կարևոր է լինել կապի մեջ մեր լսարանի հետ եւ անդադ մենք տարբեր ինտերակտիվ արշավների միջոցով փորձում ենք այդ կապը պահել, օրինակ այս տարի էլ ավելի փակ մրցույթ ունենք բովանդակություն ստեղծողների համար, մի խումբ երիտասարդներ, իրենք 2 օրերին մասնակցեցին փառատոնին, փառատոնից արեցին սթորի շարքեր, ռիլեր, վիդեոներ եւ իրենց միջև էլ մրցույթը անցկացվելու եւ մայիսի 5-ին նաեւ այդ մրցույթն ենք ամփոփելու։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ներգրավենք մեր լսարանին, քանի որ ամենալավը մեզ եւ մեր պրոդուկտը, այսպես ասած, մեր միջոցառումները հենց մեր լսարանն է ճանաչում եւ փորձը ցույց է տալիս, որ ինչքան իրենց հետ կապի մեջ ենք լինում, այնքան հետաքրքիր գաղափարներ եւ հետադարձ կապ ենք իրենցից ստանում։ Եվ այդ մրցույթի գաղափարն էլ մեր, այսպես ասած, brainstorming-ներից մեկի ժամանակ ծագեց եւ որոշեցինք, որ այդ
այդ պաստառներին, այդ 3D էկրանին հյուսիսային պողոտայում պետք է լինեն ոչ թե միայն են հայտնի փորձագետները, մարդիկ, ովքեր որ միշտ մեր հարթակում ներկայանում են, այլ հենց մեր լսարանը, որովհետև իրենց մեջ էլ կան շատ հետաքրքիր գաղափարներով մարդիկ եւ մենք պիտի հնարավորություն տանք իրենց գաղափարները ավելի տեսանելի հանրային դարձնելու համար։ Քանի որ փառատոնը նշեցիք, որ 4-րդ անգամ է արդեն կազմակերպվում, հետաքրքիր է ի սկզբանե այս 4 տարիների ընթացքում ինչ դժվարություններ են եղել, որոնք որ փորձել եք տարեց տարի հաղթահարել եւ հիմա արդեն կարող ենք ասել, որ հաղթահարել եք։ Առաջին դժվարությունը իհարկե եղել է ձևաչափի, այսպես ասած, գաղափարը, մեսիջը տեղ հասցնել թե այցելուներին, թե գործընկերներին, որովհետեւ առաջին 1-2 տարում ավելի բարդ էր պատկերացնել, թե ինչի մասին է փառատոնը, որ փառատոնը, չգիտեմ, աշխատանքի տոնավաճառ չէ, այստեղ չեն գալիս աշխատանք գտնելու համար, ոչ միայն աշխատանք գտնելու համար։ Այ դա ինչու է ձեզ համար կարևոր։ Որովհետև ոնց որ ձևաչափը ի սկզբանե միտված է եղել գործատուի բրենդին եւ կարիերային։ Մենք այս տարի էլ շատ ավելի հստակ այդ ձևակերպումը տվեցինք, որ սա կարիերայի եւ գործատուի բրենդի տոն է եւ այս գաղափարը իրականում, երբ որ մենք նոր ենք սկսում, դեռ բարդ էր մինչեւ վերջ մեր, այսպես ասած, լսարանին հասցնել, բայց այս տարի մենք արդեն տեսանք, որ այս 3 տարիների աշխատանքը սենց հասել է իր գագաթնակետին, այսպես ասած, ու արդեն չկար որևէ այցելու կամ ընկերություն, որ լիարժեք 100% չէր հասկանում փառատոնի գաղափարը, կարևորությունը, թե ինչպես իրենք պետք է ներկայանան նույն ընկերությունները այս տարի հենց ներկայացրին իսկապես իրենց գործատուի բրենդը, ինչպիսին է նրանց թիմը, ինչ մշակույթ ունեն, ինչ արտոնություններ են տալիս աշխատակիցներին, շատ ավելի խորքային եւ բովանդակային, այսպես ասած, ակտիվիտիներ ունեին ընկերությունները եւ դա ցույց է տալիս, որ հենց փառատոնի գաղափարը լիովին արդեն մեր գործընկերների այցելուները կիսում են։ Այո։ Իսկ ինչ չափանիշներով եք ընտրում այն ընկերություններին, որոնք պետք է ներկայանան այս փառատոնին, կարող են ընկերություններն իրենք հայտ ներկայացնել եւ փորձել մասնակցել։ Իհարկե, մենք հաջորդ այս փառատոնի ավարտից հետո մի քանի ամսվա ընթացքում ամփոփում ենք արդյունքները, ձևավորում հաջորդ տարվա օրակարգը եւ արդեն բացում ենք հայտագրումը ընկերությունների համար։ Այս առումով էլ մեր հարթակի կարևոր, այսպես ասած, նպատակներից եւ սկզբունքներից է, որ մեզ մոտ չկա որևէ սահմանափակում եւ այցելուների համար եւ ընկերությունների համար, անկախ նրանից, թե որ ոլորտում է գործում ընկերությունը, ինչ չափի է, փոքրիկ ստարտափ թե միջազգային գիգանտ ընկերության ներկայացություն Հայաստանում, սա որևէ նշանակություն չունի, որովհետև երբ խոսում ենք գործատուի բրենդի, աշխատանքի միջավայրի մասին, եւ այդ ստարտափն է, աշխատավայր իրենց ներկայացնում եւ այդ մեծ ընկերությունը ուղղակի ընտրության հարց է եւ տարբեր միջավայրերի, տարբեր էկոհամակարգերի մասին ենք խոսում։ Դրա համար որևէ սահմանափակում մեզ մոտ չկա, ցանկացած ընկերություն կարող է հայտ ներկայացնել, ընտրել իր մասնակցության ձևաչափը, քանի որ տարբեր ձևաչափեր կան ոչ միայն տաղավարային, այլ նաև գործընկերային տարբեր փաթեթներ, որով ընկերությունը կարող է իր մասին հայտարարել մեր հարթակում։ Կարող է ընտրել իր ձևաչափը, մենք այդ ամբողջ ճանապարհին օգնում ենք իրեն ավելի լավ պատրաստվել, ճիշտ պատրաստվել մեր հարթակում ներկայանալու համար եւ ամեն տարի նաև օրինակ այս մրցանակաբաշխությանը ունենք այսպես ասած հատուկ անվանակարգ տարվա հայտնություն եւ միշտ այտենց մեկ ընկերություն, որը որ այսպես ասած շատ անսպասելի հայտնվել է մեր հարթակում եւ բոլորի այսպես ասած աչքին բոլորը նկատել են, այո, մենք իրենց ոնց որ հատուկ մրցանակ ենք տալիս եւ ամեն տարի միշտ ունենք այդպիսի ընկերություն, որ առաջին հայացքից մտածում են այս ընկերությունը ինչու եկել Career City Fest, բայց իրականում իրոք չկա ոչ մի սահմանափակում, եթե դու ոնց որ ընկերությունը ցանկանում է ասելիք ունի մեր համայնքին, ինքը կարող է գալ, ներկայանալ եւ շփվել մեր լսարանի հետ։ Այս տարի նաև կարծում գրքի շնորհանդես տեղի ունեցավ ձեր փառատոնի շրջանակում, փաստորեն նաև հնարավորություն եք տալիս անհատ մարդկանց, ովքեր որ որոշակի գործունեություն են ծավալում, ներկայացնեն իրենց գործունեությունը։ Այո, բաց հարթակ է Career City Fest-ը, բացի այն հիմնական բովանդակությունից, որը մենք ենք ստեղծում, մենք նաև հնարավորություն ենք տալիս ցանկացած օրինակ արդեն կայացած միջոցառման, այս տարի նաև էլի ունենք, այսպես ասած, գրքերի փոքրիկ fair անցկացվում փառատոնի շրջանակում, ցանկացած միջոցառման կազմակերպիչ անհատ, ով ունի իր սեփական ինչ-որ նախագիծը, գաղափարը, որ ինքը փնտրում է ինչ-որ հնարավորություն հարթակ, որտեղ դա կարող է ներկայացնել, մենք բաց ենք քննարկել, դիտարկել եւ մեր հարթակում այդ հնարավորությունն ընձեռել։
Եվ ամփոփելով զրույցը առաջիկա ձեր ծրագրերը, որոնք էլ մեկը արդեն նշեցիք ամփոփումն է, որը մայիսի սկզբի հատվածում տեղի է ունենալու եւ արդեն պատրաստվելու եք երևի թե հաջորդ տարի կայանալի Career Fest-ին։ Այո, մեր ընկերությունը առհասարակ բավական ակտիվ է եւ իր սեփական միջոցառումներով հանդես է գալիս։ Մենք հրավիրում ենք միջազգային փորձագետներ, տարբեր թեմաներով ելույթներ են անցկացնում Հայաստանում։ Սա մեր հիմնական ու կարևոր գործունեության ուղղություններից մեկն է եւ նաեւ արդեն Career City Fest-ի մասով բավականին, այսպես ասած, անակնկալներ ունենք արդեն հաջորդ տարվա համար, նորույթներ, որոնք որ մտածել ենք եւ այսպես հիմա այս պահին ամփոփումն ենք իրականացնում, որից հետո արդեն սկսենք քիչ-քիչ ներկայացնել հաջորդ տարվա պլանները։ Շնորհակալ եմ շատ բովանդակային հետաքրքիր զրույցի համար, ձեզ մաղթում ենք հաջողություն եւ շատ կարեւոր իսկապես գործ եք անում, որի մասին պետք է բոլորը կարծում եմ իմանան։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ դիտել մեր գործընկերուհու պատմական դադարեջի հերթական ռեպորտաժը եւ ապա շարունակել մեր զրույցը։